Մայրաքաղաքում կայանատեղի գտնելը երբեմն ավելի երկար է տևում, քան հենց ճանապարհը։ Մեքենաների թիվը աճում է, իսկ կայանելու հնարավորությունները ոչ։ Իսկ ինչպես կարելի է Երևանում լուծել կայանատեղիների հարցը։ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանի կարծիքով խնդրին համակարգային մոտեցում է պետք։ Պետք է անպայման թանկացնել կայանատեղին քաղաքում, որովհետև կարող է թվա, որ ինչ-որ տենց բարդացնում ենք ինչ-որ մեկի կյանքը, վարորդների կյանքը, բայց պետք է չմոռանալ, որ սա հանրային շահի մասին է խոսքը, որ մենակ վարորդները չեն ապրում այս քաղաքում։ Երևանի ավագանու ազգային առաջընթաց խմբակցության անդամ Պետրո Զարոկյանը հավելում է, որ խնդրի լուծումը պետք է վստահել քաղաքաշինության մասնագետներին։ Ինչ թվում է մեզի Ալեքսանդր Թամանյանից հետո մենք ոնց որ Երևանում չենք ունեցել քաղաքաշինության այդպես գծագիր, որ լրիվ մեծ քարտեզով նայվում է, որ դրանք պիտի ավտոկանետեղիներ լինեն, որ դրանք պիտի մետրո լինեն։ Բացակայությունը դա հիմա քաղաքապետարանում եւ տարիներ այդպես է եղել ու անընդհատ մեքենաներ են ավելացել։ Էլոյանի խոսքով պետք չէ մեքենային տալ առավելություն, բայց միևնույն ժամանակ նշում է, որ եթե տրանսպորտը չի զարգանում, քաղաքում մեքենաները շարունակում են գերակշռել։ Պետք է հասկանանք, որ չեն կարող որոշենք, որ տրանսպորտը զարգացնում ենք, դրանից խնդիրը լուծվելու է։ Պետք է հասկանալ, որ խնդիրը լուծվելու համար խոսում ենք տարիների մասին, նույն արտասահմանյան փորձից ելնելով, հիմա, չգիտեմ, ցանկացած եվրոպական վերջերս Պրագայում էի, ուղղակի մեքենա չկա փողոցում ցերեկվա ժամին, մարդիկ գտել են ձևը, հասել են դրան։ Զարոկյանի խոսքով կայանատեղիների հարցը հնարավոր է կարգավորել նաև մետրոյի զարգացման միջոցով, սակայն տարիներ շարունակ քննարկված Աջափնյակի կայարանը դեռ նախագծման փուլում է։ Աջափնյակի մետրոն օրինակ 25 թվականի հունիսին իր փորձաքննությունը, համալիր փորձաքննությունը ավարտվել է։ Իրենք ասել են, որ համալիր փորձաքննությունից հետո արդեն թենդեր գնեն, մրցույթ գտնեն, որ շինարարությունը սկսեն։ Արդեն մոտ 8 ամիս անցել է, դեռ մի հատ թենդեր չի հայտարարվել։ Հիմա հարց է գնում, ինչու իրանք այս մետրոն չեն կարող կառուցեն։ 3 կիլոմետրից մեծ մասը թունելներ արդեն կա Աջափնյակի, սովետի ժամանակից կան։ Թափա մի հատ կամուրջ պիտի ստեղծի, մի քիչ նորոգվի հիմա թունելները։ Ինչու չեն կարող անել։ Իրանք նույնիսկ սկզբից ասացին $50 միլիոն կարժենա, հիմա ասում են $250 միլիոն կարժենա այդ Աջափնյակի մետրոն։ Իմ կարծիքով, այստեղ իրանք փորձում են կոռուպցիայի մեջ մտնեն։ Քաղաքի կենտրոնում մեքենաների հոսքը նվազեցնելու համար բազմահարկ կամ ստորգետնյա ավտոկայանների կառուցման հնարավորությունները ըստ Էլոյանի միայն խնդիրներ կառաջացնի։ Եթե այդ բազմահարկ կայանատեղին պետք է լինի քաղաքի կենտրոնում, դա միայն խնդիրներ է ավելացնելու։ Միակ տարբերակը, երբ որ քաղաքի արվարձաններում, ինչ-որ մուտքային հանգույցներում, երբ որ հյուսիսից, հարավից մայրուղիները մտնում են Երևան, այդ հատվածներում ապահովել մեծ ծավալի կայանատեղիներ, որ մարդը գա մեքենան թողի, դրանից հետո շարունակի քաղաքի ապրել տրանսպորտով, եթե ենթադրենք եկել է աշխատանքի, հետո օրվա վերջում ինչ-որ ձևի հասնի այնտեղ ունդեից գնա, դա կարող է օգնի, բայց քաղաքի կենտրոնում ինչքան ավելացնենք, այդքան վատանալու է մեր վիճակը։ Աշխարհի խոշոր ու զարգացած քաղաքներում վաղուց հասկացել են, ավտոկայանատեղիների խնդիրը պարզապես տարածքի պակասը չէ։ Սա քաղաքային կառավարման առանցքային հարց է, որի լուծումներից մեկը օրինակ քաղաքի կենտրոնում մեքենաների մուտքը արգելելն է կամ մուտքավճար սահմանելը։ Պետք չի մտածել, որ մենք թիրախավորում ենք, այդ հանգացնում ենք ու տաքսիի վարորդները այսուհետև խնդիրներ են ունենալու։ Սրա սոցիալական եւ հասարակական ֆունկցիան պետք չի թերագնահատել ու պետք է հասկանալ, որ դա հասարակությունը առողջացնելու քայլ է, թեև ինչ որ մեկին դա կլինի անհարմար կամ ինչ որ 10-ին կլինի անհարմար, բայց կոլեկտիվ հասարակության մոտեցումը դրանից հասարակության կյանքը դրանից միայն կբարելավի։ Մասնագետի կարծիքով մինչև աշխարհի բազմաթիվ երկրներում փորձում են նվազեցնել քաղաքի կենտրոն մեքենաների մուտքը, Երևանում ավտոմեքենան շատերի համար շարունակում է մնալ հիմնական եւ հաճախ անփոխարինելի տրանսպորտային միջոց։ Սվետլանա Պետրոսյան, Սամվել Իսրայելյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։